ոչնչացում է սպառնում։ Փոքր առևտուրանողներն արդեն ավելի քան 3 ամիս է աշխատում են նոր պայմաններով։ Տարեսկզբից շրջանառության 5% հարկը առևտրականների համար կրկնապատկվել դարձել է 10%, եթե ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը չներկայացնեն։ Սիրանուշ Գևորգյանը, որ առևտրի կենտրոններից մեկում հագուստ է վաճառում, հաշվում է իրենց արդեն իսկ ավելացած ծախսերն ու դեռ սպասվողները։ Հուլիսից հաշվապահների ծառայությունն էլ է թանկանալու, քանի որ նրանց հարկային բեռնել է ավելանալու, եւ ստացվում է իրենց բիզնես վարելը դառնալու է շատ ավելի ծախսատար եւ բարդ։ Բիզնեսներ կան, պարզապես չեն գոյատևի, չեն դիմանա մրցակցությանը, այդ անհնարին է, որ հասարակ քաղաքացուն փորձում են դնել տասնամյակներով կայացած բիզնեսի հետ նույն հարթության վրա եւ պահանջել նույն հարկային բեռ։ Անուշ Նուրիջանյանը եւս հագուստ է վաճառում նույն առևտրի կենտրոնում։ Ասում է, առաջին եռամսյակը շատ լարված են անցկացրել, փոփոխության ազդեցությունն իրենց վրա բացասական է։ Որ ասեմ բացասական քիչ կլինի, բավականին բացասական, նախ առաջինը անհանգիստ հոգեկան վիճակով անհանգիստ, որովհետև պահանջները գրեթե անհնար է կատարել, թեկուզ հենց գույքագրման պահով, ոնց է այդպես ստացվում, կարկտած օրենք գրելուց տենց է ստացվում, չմտածված օրենք գրելուց տենց է ստացվում, ցածր միջին խավ հաշվի չառնելուց տենց է ստացվում։ Ձեռքբերման փաստաթղթերից բացի հարկայինը պահանջում է ապրանքի մնացորդը գույքագրել, չգույքագրված ապրանքի վրա խոշոր տուգանք է սահմանված։ Այս կարգավորումը ամենամեծ դժգոհությունն է հարուցել։ Գույքագրելը բարդ է եւ ժամանակատար։ Բացի այդ, Սիրանուշ Գևորգյանը կարծում է իրականության մեջ համակարգը բազմաթիվ ռիսկեր է ստեղծում, այդ թվում կոռուպցիոն։ Ոնց կարելի է ընդունել, որ կա փաստաթղթավորման խնդիր, միևնույն ժամանակ, բայց օրինակ սահմանել ապրանքային մնացորդի փաստաթղթով չի հիմնավորված մասի 20% տուգանք։ Դա ականապատ դաշտ է։ Դա նշանակում որ ցանկացած պահին տեսուչը կարող է մտնի, միանշանակ ինչ որ բան գտնելու է, միանշանակ։ Եվ ասենք սահմանելու է տուգանք, եւս տուգանք, նորից տուգանք։ Այս փոփոխությունները շրջանառության հարկի էությունն են աղավաղում, ասում է ՓՄԶ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ Շրջանառության հարկը պիտի հնարավորինս պարզ լինի, որ փոքր ու միջինները հարկային բարդ հաշվետվությունների եւ քաշքշուկների մեջ չընկնեն, սակայն հիմա տարօրինակ իրավիճակ է։ Հարկի անվանումը ենթադրում է պարզ համակարգ, իրականության մեջ սակայն խառնաշփոթ ու բարդ համակարգ է։ Ինքը ծայրահեղ դժվարացնում է Հայաստանում բիզնես սկսելը, որի այս արդյունքները ավելի հետո ենք տեսնելու, ու սրա պատասխանատուներն ես չգիտեմ հետո ոնց ենք ասելու հələ հետ եկեք այն որ արել եք դա մի տարի, 2 տարի հետո բերեց սրան։ Ես կանխատեսում եմ որ գնալով դրանք կչանան, նախ կդադարեցվեն ակտիվները ու նոր սկսնակների, գիտեք ՓՄԶ-ն մեկը բացվում է, մեկը փակվում, ինքը ամենատենց արագ դինամիկ շարժվողն է, այսինքն այդ հոսունությունն ու շարժը ակնհայտ է որ կդադարի։ Ըստ Հակոբ Ավագյանի ոչ ոք պատրաստ չէ այս փոփոխություններին, այդ թվում պետությունը։ Արդյոք պետությունը տեխնիկապես պատրաստ է, որ եւս 50,000 տնտեսվարող վարի ավելի բարդ հաշվառում, ենթադրենք իրանք կարողանում են, որ էլի ֆանտաստիկայի ժանրից է, բայց նույնիսկ դու որպես պետություն պատրաստ չես տեխնիկապես դա ընդունելու, կուլ տալու եւ կիրառել։ Կառավարությունը շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին որոշեց աջակցության ծրագիր ներդնել, որը գործելու է միայն 2025-ի առաջին 2 եռամսյակում։ Իմաստը հետեւյալն է, որ եթե բիզնեսը պահեստներում ունի նախկինում արդեն ձեռք բերված եւ չփաստաթղթավորված ապրանք, պետությունը հետ կվերադարձնի ավելի վճարած հարկի կեսը։ Որը ենթադրում է, որ հարկվճարողները եթե նույնիսկ բարձր հարկային բեռ ունեն վճարելու, այդ բեռը վճարելու են, կառավարությունը դա փոխհատուցելու է գումարի տեսքով հետ է վերադարձնելու, բեռը պահպանելով մոտավորապես նախորդ բեռի պայմաններում, բայց սա ընդամենը 2 եռամսյակի համար, ու ենթադրելով, որ այդ ապրանքները պետք է վաճառվեն այդ կես տարվա ընթացքում եւ հարկվճարողները հենց վարկագիծը փաստաթղթերի նկատմամբ մինչեւ հիմա ավանդակված ձևավորված փորձեն փոխել։ Սիրանուշ Գևորգյանն ասում է, այս աջակցությունից քչերը կարող են օգտվել, քանի որ այն ստանալու համար պետք է դարձյալ բազմաթիվ պայմանների բավարարել, այդ թվում կատարել իրենց համար ամենից խնդրահարույց գույքագրումը։ Դե ես չգիտեմ այդ ծրագրի աջակցության շահառու իրական ով է, բայց եւ ոչ մի փոքր եւ գերփոքր բիզնես եւ ինքնազբաղված տնտեսվարող այդ աջակցությունից միանշանակ չի օգտվելու։
պարզապես չի կարող օգտվել։ Էլի եմ ասում, դա մի բան էր, ոչ մի բանի մասին։ Օրի Ալավերդյանը պնդում է, եթե պետությունում մի բան վաճառվել է, ապա պետությունը դրանից պիտի հարկ ստանա, անկախ նրանից, թե ում վրա կլինի բեռը, խոշորի, թե փաստաթուղթ չունեցող փոքրի։ Եթե դու ունես ապրանք, որի փաստաթղթը չունես, բայց որը իրացրել ես, դու դրա համար 10% հարկ պետք է վճարես։ Բարձր բեռով պետք է փոխհատուցես փաստաթուղթը չունենալու համար, որտեղ չունեցած փաստաթուղթը նախորդ շղթայում չվճարված հարկ է նշանակում։ Ֆինանսների նախարարության տեսակետից այս կերպ պետությունը պայքարում է ստվերի դեմ։ Տեսնում ենք, որ շրջանառության համակարգը երկար տարիներ օգտագործվում է տվեր ձևավորելու, տվեր սպասարկելու համար, տարբեր խեղումներ առաջացնելու համար, մեծերն են տեղավորում փոքրերի դաշտում, փոքրերն են խանգարում մեծերին եւ այլն։ Այս կարգի երևույթներ ունենք մենք այդ շրջանառության։ Դուք կարծում եք ձեր առաջարկած լուծումը արդյունավետ է այդ ամեն ինչի դեմ պայքարելու։ Լավագույնը միգուցե չի, բայց ինքը արկա պայմաններին եւ արկա խնդիրների լուծման միգուցե լավ լուծում է։ Քայլերի հերթականությունը այդքան էլ բարձր չի, ինչքան նկարագրվում է։ Այլ բան է, որ տեղի է ունեցել, այո, կոմֆորտ միջավայրի կտրուկ փոփոխություն, որը բոլորի մոտ էլ միշտ դիսկոմֆորտ է առաջացնում։ ՓՄԶ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը սակայն ասում է, արդարության այս կերպ պետությունը չի հասնի։ Սա է մեր ամբողջ այսպես ասած կռիվը, որ ասում ենք վերականգնեք շրջանառության հարկի գաղափարախոսությունը ու մոռացեք այդ թեզերը, որ ասում եք վերականգնել ենք արդարություն։ Այսում գնացեք նայեք այլ երկրներ, այնտեղ կա շրջանառության հարկը, կլինի, որովհետև ինքը պետք է միշտ լինի այլընտրանքային հարկային ռեժիմներ փոքր բիզնեսի համար։ Տնտեսվարողները նաև ամիսներ ինչ բողոքի ակցիաներով պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրավիճակն անձամբ նրան ներկայացնեն։ Վարչապետ Փաշինյանը, որ իր առաջարկած իրական Հայաստանի գաղափարի շուրջ հանդիպումների է հրավիրում քաղաքացիներին, իր աշխատասենյակի մոտ ցույց անող հարյուրավորներին դեռ չի ընդունել։ Վերջերս փոքր ու միջին տնտեսվարողները նաև 2000-ից ավելի ստորագրություններով դիմում են հանձնել եւ ուրբաթ օրը դարձյալ հավաքվելու են ցույցի։